Եմ լավ հայեր, ես իմ հոլովակները, չէ, դի լավ հայերի համար է, մա են հայերը, որ իմաստություն ունեն, որտև Աստվածաշունչը ասում է տուր իմաստություն իմաստունին, նա կդառնա ավելի իմաստուն, չի ասում տուր իմաստություն տգետին, որտև տգետը ինչ անելու, այդ իմաստությունը ոտնահար է անելու, դա մարդիկ կան, որ անհասկ հարցեր են տալի, այնպես հարցեր ոնց որ մենք պետք է պոպուլիզմով զբաղվենք, քաղաքականության, ատելությամբ, եսիմինչ, չէ, ես խոսում եմ, ռուսերեն բարել եմ օգտագործում, որտեղ իմ կրթությունը ռուսերեն է, ես խոսքի ռուսերեն լեզուն իմ համար ավելի զարգացած եմ, ես գրագետ եմ խոսում, քան հայերեն, ու ես շարունակում եմ ռուսերեն խոսալ, 80%-ը իմ ասենք կյանքում ես ռուսերեն եմ խոսում, բայց այդ ինչ կապ ունի, մենք ես չեմ խոսում ատելության մասին, կամ կապ չունի ոչ երգիրը, ոչ գիտակից ռուսները, չէ, դա իրանց ռեժիմն է, իրանք էլ են բան դարե, ժերտվա, չէ, իրանք ժերտվա են դարե, իրենց այդ ձեսպտի հանդեպ, որ ասենք այդ ձեսպտը իրանց սատկացնում է, իրանց չի թողում շնչեն, մտածեն, խոսան, ոչ մի բան չի կարելի անել այդ Սևերնի Ռուսաստանում, իրանք մեղք են ախր, հարցը էդ է, չէ, պետք է մեղկանք, խղճանք, ոնց է, թե մենք հայ ենք, ոնց կարող է մենք բամբասանքով զբաղվենք կամ ատելությամբ, Քրիստոսը ասում է, սիրիր քո թշնամուն, չի նշանակում գնա պրոշները պաչի քո թշնամու, Քրիստոսը շատ խելամիտ, խորագետ, չգիտեմ ոնց ասեմ, շատ խելացի, խորամանկ մարդ է եղել, բայց բարի մարդ է եղել, այդ բարերի մեջ խորամանկ է պարունակվում, որ ասում է սիրիր քո թշնամուն, որ ասում է խփում են մի թուշդ մյուսը դեմ դուր, դա հո ասենք բարից բուն իմաստով չի, դա խորամանկության բան է, ստրատեգիա է դա, չէ, որ ասում է սիրի քո թշնամուն, դա նշանակում է թշնամության փոխարեն օգուտ քաղի այդ մարդուց, չէ, մարդուց կամ երկրից կապ չունի, որ ասում են մի բացեք հարաբերությունները Թուրքիայի հետ կամ Ռուսաստանի հետ էլ կարելի է հարաբերություն ունենալ, բայց հավասար, չէ, այնպես չէ, որ ստրուկ լինեն հայերը Ռուսաստանին կամ Ռուսաստան ռեժիմին, այլ որ ասում է ничего личного, это бизнес, չէ, բիզնես պետք է լինի, օգուտ պետք է քաղենք Ռուսաստանից էլ, Թուրքիայից էլ, մյուսից էլ, մարդիկ կան, մենք ով ենք, որ քաղենք փոքր ենք, չհասկացանք, Սինգապուրը, Տայվանը, որ զապչած չտա, Ռուսաստանը ռակետաները չի կարա աշխատացնի, հասկանում եք ինչ է, Ռուսաստանը բան չի կարում արտադրի, մինչև հիմա մի հատ մեքենա էլ չեն կարում արտադրեն, բայց Մոսկվի չեն արտադրում, այն էլի իրանց կարող է իրանց հնարած լինի, Մոսկվիչը ավտո չի, բայց ու դրա համար նայեք հիմա անենց դարա, չէ, որ կապ չունի մեծությունը, նավթերը եւ այլն, հենց դրա համար է Պուտինը սկսել կռիվներ անել, այդ կռիվը մենակ Ուկրաինայի դեմ չի, դա ցիվիլիզացիայի դեմ է, որտեւ ինքը տեսնում է, որ հետ անգե, մի անգամ, հələ մի հատ բան կանեք, փնտրեք ու կտեսնեք, որ մի քիչ անցյալում, հələ կարծեմ կովիդից առաջ այդ վախտել, հələ բանից այդ պատերազմից Ուկրաինայի առաջ, ու ժուրնալիստը հարց տվեց Պուտինին, ասեց հանկարծ եթե մի երկիր ստեղծի իսկուսственный ինտելեկտ, չէ, արհեստական ինտելեկտը, ինչ կլինի, ինքն էլ ասեց, ով որ առաջինը ստեղծի, նա էլ ղեկավարելու է աշխարհով, հասկանում եք, հիմա ինքը տեսավ, որ իրանք այնքան են հետ ընկե, որ իրանց էլ նավթը շուտով չի օգնելու, չէ, իրանք միայն ասենք բախտի բերմամբ, որ այդպես ստացվեց, որ իրանք ասենք
նավթ ու գազ ունեն երկրում, ինչ-որ ռեսուրսներ ունեն, որ չարություններ անեն, չէ, իմպերիա զլա։ Բայց իրանք ու բան չեն ստեղծել, ոչ մի բան չեն ստեղծել արաղը խմելուց բացի, նույնիսկ արաղը իրանք չեն ստեղծել, շվեդերն են ստեղծել։ Հասկանում եք, ինքը դրա համար կռիվը ինչա, ինքը ես չեմ զարմանա, եթե Եվրոպայի վրա էլ արձակվի, որովհետև Եվրոպան էլ է զարգանում։ Ու Ռուսաստանը հետ անգնում, այնքան է հետ ընկե, որ արդեն ինքը չի կարա դուրս գա։ Հասկանում եք, չի կարա դուրս գա։ Դրա համար ինքը պիտի կամ ինքը պետք է զարգանա, որ այնքան է հետ ընկե չի կարա զարգանա։ Կամ էլ բան պետք է անի, պետք է մնացածին խանգարի։ Չէ, ով որ ասենք հաջողության է հասել, ինձ կհասկանա, որ չեմ ասում են, նայ կոռուպցիոնի այդ որ ծնվել է արդեն հարուստ ընտանիքում, կոռուպցիոնի հարուստ, չէ, որ ասենք փողերը ասենք վատ ճանապարհներով է ստեղծված եւ այլն։ Մեծ ազնիվ սրտով մարդ, որ ասենք 0-ից բարձացել է, չէ։ Այդտենց մարդը ինքը կհասկանա, ինքը որ բարձանում է, մարդիկ շատ իրան կողքերը այնպես մարդիկ են, որ իրան նախանձում են, չէ, նախանձում են ու չեն թողում ինքը բարձանա, մարդիկ կան, որ իրանք էլ չեն հել բարձանում, ուրիշն էլ են խանգարում, այդտենց մարդկանց կիմանաք, բայց նույնը Ռուսաստանը հիմա ինքը չի բարձանում, ինքը չի կարա բարձանա արդեն, իրան բարձանալու համար ինքը պետք է մտնի համաշխարհային կազմակերպությունների մեջ տարգովի է, չէ, հարաբերությունների մեջ, դրա համար ինքը պետք է ենթարկվի ցիվիլիզացված աշխարհին։ Իսկ ոնց ինքը պետք է ենթարկվի, ինքը չի կարա ենթարկվել, որտեղ ինքը այնքան գոռոզ է, չէ, տգետության էլեմենտ է գոռոզությունը, որ ինքը չի կարա ենթարկվի, համել էդի, ասենք, ինքը իր չարությունը իրան թույլ չի տա դա անի։ Դրա համար ինքը ուրիշ ճանապարհ չունի, միայն ասենք պատերազմ։ Պատերազմը իրան վարի է տալու, վերացնելու է Ռուսաստանը։ Հասկանում եք, որտեղ չարությունը վերանում է։ Իսկ որ մեկը շատ է գոռոզանում, չէ, Աստվածաշունչը ասում է падению предшествует гордость, որ շատ է հոռանում արդեն, չէ, ուրեմն նշանակում է շուտով անենց է ընկնելու, որ կարող է փոշին դուրս գա իրա մենակ։ Հիմա այդ նավթերը բանը կամաց կորցնում են իրանց նշանակությունը։ Հիմա վերցրեք Արաբական Էմիրատները, չէ, այդտենց բարձացել են, բայց դա երկիր չի, այդ երկիրը արհեստական ստեղծված է Ամերիկայի կողմից։ Ընդ ասենք մի քանի անապատում բեդուիններ են ապրել ուղղակի, դա երկիր չի եղել։ Ու իրանք հողեր չունեն, բան են սարքում այդ հողի ծովից վերցնում են, չէ, այդ մոստեր են սարքում, ճանապարհները սաղ ծովի հաշվին, դե ուժեղ մոստեր կա, չէ, ծովի վրա, ճանապարհները հայա ճարտարապետը, Ֆրանսիա հայա, անունը չեմ հիշում, հիմա նայեք Google-ում կտեսնեք, շատ ուժեղ ճարտարապետ։ Ուրեմն Ռուսաստանը արդեն ինքը գիտի, որ ինքը ուրիշ ելք չունի։ Հիմա Հայաստանին պետք չի ընկնի իրանց էշխելքին, չէ, որտեղ Հայաստանը ինչ է, պատերազմի, մենք պատերազմ անող չենք, այն որ ով էր ասում Սարգիս Եսիմինչյան, որ Ղարաբաղի այդ խնդիրները նոր սկսում էր, ասում էր հայերը ոյնի, բան, որ Ղարաբաղի բանը լինի, սախ գնալու են կռվեն Եսիմինչ, ով է քեզ ասել, որ հայերը ոյնի։ Հայերը բան են, արտիստ, չէ, ոնց են հայերեն ասում, իսկուստվը, դա ռուսերեն է, բայց հայերենը չեմ հիշում։ Ուրեմն հայերը արվեստի մարդիկ են հայերը։ Օրինակ ֆրանսիացիները, շատ ֆրանսիացիներ ինձ ասել են, ինչքան հայ ենք հանդիպում, բոլորը երաժիշտ են։
ու տենց է, ես էլ եմ երաժիշտ, ես շատ հայ կամ երաժիշտ է, կամ նկարիչ է, այդ տաղանդը մեզի տված է Աստծուց, մենք առանց շատ նկարիչներ ես գիտեմ, որ իրանք չեն էլ սովորել, այդ տաղանդն ունեն, մեր համար կարող է մի քիչ նորմալ լինի, բայց շատ մարդիկ կան, որ էդի իրանց համար զարմանալի է, իմ մաման սկսել է նկարել 80 անց, որ սաղ կյանքը չի նկարել, 80 տարեկանից հետո, որ ասենք թոշակառու մարդա բանու գործ չունի, սկսում է նկարել, ունես նկարներ է նկարում, հասկանում եք, որ չեմ սթից բաներ չի նկարում, որ ես չեմ կարա նկարեմ այդ ձևի, ես էլ ուրիշ բան կարամ անեմ, հասկանում եք, մենք դրա համար մենք ոյնի, չէ, մենք ոյն չենք, մենք խելք ունենք, ոյնը, էդի անխելքն է, չէ, պետք է ասենք սիլը есть, ума не надо, որ ասում է, էդ է, ասենք ռուսների պարագան, ուրիշ է, այդ պեչի հետները ոդ գցել իրանց, չգիտեմ, ով էր ասում, կարծեմ Որեն Բաֆետն էր, չէ, մի անգամ ասեց, եթե ուզում եք, որ չհաղթվեք, օրինակ, սենց ասեմ, ասեց, ես Ֆիշերի հետ չեմ խաղա շախմատ, որ չհաղթվեմ, ընես բանի մեջ պիտի մենք մրցակցենք, որ մենք չենք հաղթվելու, մեզի պետք չի կռիվ, որտև մենք կռվող չենք, մեզի պետք է խելացի բաներ անել, հիմա վերցրեք այս դարը ու հաջորդ դարերը չիպերի դարա ու բարեբախտաբար որ ընենց դարա գալի ու եկել, որ արդեն ուժը այդքան կարևոր չի, ավելի խելքի ու մտքի ուժն է կարևոր, հիմա այդ որը դի շանս է թեկուս Հայաստանում որ սկսել են չիպեր, պետք է հայերը մի հատ նայեն զարգանան այդ ուղղությամբ, չէ, ինչն է անում արժեքը, ինչը արժեք տալի երկրին, դա ուսումն է, չէ, ասենք ունիվերսիտետներ պետք է բացվի, ուժեղ ունիվերսիտետներ, որ սաղ աշխարհից մարդիկ գալիս են սովորելու Հայաստան։ Այդ տենց բաներով պետք է ձգենք մենք, չէ, հարստությունը բանկերով, չէ, Լյուքսեմբուրգը, օրինակ, Մոնակոյա եւ այլն, ինչ են անում, ինչ ունեն, իրենք դա նույնիսկ չիպերել չեն արտադրում, որ հայերը Հայաստանում չիպեր է արտադրում, ասում եք, իրենք բանկերով են ուժեղ, աշխարհի ամենահարուստ մարդիկ գալիս են Մոնակո, չէ, Մոնակո իրանց այդ յախտաներով գալիս են, Մոնակոյում մի օրը յախտայի 6,000 դոլարա մի օրը պարկովք են, յախտաներով գալիս են, տներ են առնում, որտեղ բանա, նալոգը զերոյա, ոչ ֆրանսիացիների համար, հասկանում եք, այտենց բաներով ածեքում, թե չէ, նստել են բամբասություն, Ըստ 300,000 ադրբեջանցի է գալու, ընդ ես ինչ է գալու, մեզի պետք չի այտենց բաները, մեզի պետք է որ խելացի, հարուստ, օգտակար մարդիկ կան, ամեն էդի ինչ 300,000 եկան ու գրավեցին, եղել են արդեն Հայաստանում առաջ, բա ինչ են արել, թողին փախան, հիմա հայերն էլ 2 միլիոնից ավել հայ է գնացել Ռուսաստան, ինչ է Ռուսաստանը գրավել է, օգուտը որն է, չհասկացան, գնացել են, դարել են ռուս խոսքի, իրանց են պաշտպանում, Ռուսաստանին են լավանում, են Լավրովը, որ դարել է եկայ եզ, չէ, բանը, ձի, եկա ձիա դարե, Պուտինի ամենամոտիկ մարդկանցից մեկն է, ինքը չի ստորագրել տվել այդ Ղարաբաղը նվիրումը Ադրբեջանին, դրա համար էդի կապ չունի, եթե մենք ասենք մեր ուղեղները զարգացնում ենք, մենք մեր շնորհքը, մեր տաղանդը չունեն մարդիկ, մի հատ հայը կարա ասենք բան անի, ավելի ուժեղ լինի, քան թե 300,000 ադրբեջանցին,
նստել եք վախենում եք, չհասկացանք, այդքան մենք խելք չունենք, որ պետք է 300,000 հոգուց վախենանք։ Այդ չեմ կռվի բանով չեմ ասում։ Ուղեղի կարևորը ուղեղն է։ Անուղեղ մարդիկ էլ շատ էլ որ են օգուտ չունի, ավելի շատ անուղեղ ուղղություններ են անում։ Դա հեչ կապ չունի։ Ֆրանսիայում օրինակ վերցրեք շատ ազգեր կան, շատ ազգեր կան, չէ՞ գիտեք։ Բայց իրանք չեն կարող վերխվեք ալեն։ Ֆրանսիացիներից սովորելու բան կա։ Իրանք ոչնչից, ասենք, այնց ռեկլամ են անում, չէ՞, որ դարձնում են մարկա։ Օրինակ Եգիպտոսը նույնիսկ չկարացավ իր այդ հնությունները այնց ռեկլամ անի, Ֆրանսիան ավելի շատ է Եգիպտոսի հնությունները վերցրել, չէ՞, Լուվրը ամենաուժեղ աշխարհի թանգարանն է, բայց ընդ ֆրանսիական բան չկա, ընդ Ֆրանսիան նոր երկիր է, ընդ в основном այդ եգիպտական, չէ՞, բաները, հետո ասենք հռոմեական դա եւ այլն, տարբեր բաներ կա, հայկական մասել կա ընդ Լուվրում։ Այսօր հայ մենք պետքա մեր ուղեղը աշխատացնենք, զարգացնենք հանենք մեր մեջից են քնած են տաղանդները բանեն, հին իսկական հայկական, չէ՞, Տիգրան Մեծի ժամանակով եւ այդ ժամանակի այդ ասելով, այդ չի նշում հետ ենք նայում, հակառակը հետ պետք չի նայել, չէ՞, որ հետ մի քիչ է պետք նայել։ Բայց առաջ պետք է նայես, որ մեքենա ես քշում, հեծանի վես սովորացնում երեխեն քշի։ Ինչ ես ասում, դեմդ նայի, չէ՞, չես ասում հետ նայի, հետ որ նայի գլուխ կջարդվի։ Պետք է դեմը նայի, դեմի բարբրիսը մեծ է, որ լավ տեսնես։ Իսկ հետևի ռետրո հայլիները փոքր են, որ sense մի երկու վայրկյան նայեցիր, բավականին է հետ նայելու համար։ Ուղղակի զգուշության համար։ Ուտես մի հատ հետ նայելով, չէ, մենք տեսնում ենք ում հետ պետքա զգուշ լինենք, մանավանդ Ռուսաստանի հետ պետքա զգուշ լինենք, առաջի հերթին, հետո նոր երկրորդ հերթին մնացածներին, չէ, Թուրքիա, Ադրբեջանը, հենց եմ ասում, որ հասկանան չհասկացողներ էլի, որտեղ որ մի քիչ այնպես նամյոկներով եմ ասում, շատ մարդիկ չեն հասկանում։ Չնայած մեր նպատակը այն չի, որ անհասկացողին հասկացնենք, ուղղակի անհասկաց մարդիկ կան, որ չեն հասկանում, որտեղ ասենք դարել են առանց գիտակցելու, դարել են ժերտվա, չէ՞։ Հիմա կարող ենք իրանց օգնենք, իրենք սկսեն արդեն հասկանալ ու ուրիշ ձևով, արդեն իսկական հայկական ձևով, խորամանկ ձևով, չէ՞, բարի, բայց խորամանկ ձևով մտածեն։ Այդ ժամանակ արդեն մենք չենք կարող իմանանք ինչ է լինելու, բայց պետքա միշտ պատրաստ լինենք, որովհետև Աստված որ մեզի միջև հիմա պահպանել է, չէ, որ այտենց ասք չկա, որ վերապրել է բոլորին։ Ուրեմն ինքը կտա, բայց դա չի նշանակում, որ նստենք sense ֆանատիկ, ասենք մեզ խփեք, ասենք թշնամիներին մենք սիրում ենք, դա գետությունն է, դա գետ մարդիկ են դենց հասկանում, բայց խորամանկ Քրիստոսը ինքը ստրատեգիայի դաս է տվել, ոնց ճիշտ խոդ անել, չէ, խորամանկ խոդ է դա, դրա համար թշնամություն պետք չի անել, ամեն մեկի հետ պահպանել, նրա չափով ինչքանով, որ ինքը արժանի է, հիմա այսօր Ռուսաստանը արժանի չի, որտեղ ընդ այտենց ռեժիմ է, չէ, որ ուզում է հայերին վարի տա, չգիտեմ, ստրկի նման պահի, համ Ղարաբաղը նվեր տա, համ էլի հայերը շարունակեն իրան երկրպագել, այդ լիլիպուտը այտենց է ուզում, բայց ժամանակ է գալու, որ փոխվելու է, Լիլիպուտի երկիրը նավթի մենակ վրա, չէ, շուտով վարի է գնալու, բայց Հայաստանը ուղեղի վրա է,
ոչ թե նավթի։ Նավթը այսօր կա, վաղը չկա։ Էլի այն մարդիկ, որ հաջողության են հասել, ինձի կհասկանան։ Երբ որ դու ունես նավիկներ, չէ, նավիկի։ Չգիտեմ հայերեն ոնց է։ Չեմ զարգացրել իմ գրական հայերենը, չի ստացվել։ Ну, պատճառ չի եղել, հիմա կարող է լինի։ Այդ նավիկները որ կա մարդու, չէ, որ դու նույնիսկ որ միլիարդատերները այդ ձեր որ զրոյից են բարձացել, ինչ են ասում, Ռուսաստանում մի փնտրեք չկան, Ամերիկայում, իրանք ասում են, եթե ես այսօր լիվաղը առավոտյան զարթնեմ առանց ոչինչ, չէ, զրո, ես նորից զրոյից կսկսեմ բարձանալ, այ նավիկ ունեցող մարդիկ նորից են բարձանում, հայրը ինչին վերապրել, նորից են բարձացել, հիմա նորից ժամանակն է եկել, որ մենք նորից արթնանանք, որ նորից բարձանանք զրոյից, որտեղ մենք ինչի վրա ենք հիմնավորվում, մեր ուղեղի վրա, Աստծուց տված մեր շնորհքի վրա, ռուսները հիմնավորված են իրանց նավթի վրա, չէ, այդ նավթը դա ռեսուրս է, դա հարստություն է, որ կարելի է կորցնել, չէ, մարդ, ասենք, բոլոր, ասենք, հաջողության հասած մարդիկ գիտեն, որ փողը կարաս կորցնես, բայց եթե դու կարում ես նորից զրոյից բարձանաս, դու բարձանալու ես, եթե չես կարում, էլ չես բարձանալու, հիմա այն մարդը, որ ծնվել է արդեն հարուստ ընտանիքում, ինքը կարող է, եթե ընգնի, էլ չբարձանա, որտեղ չի ձեռք բերել այդ փորձը, բայց ով որ զրոյից է բարձացել, գցես անապատել ինքը դառնալու է հաջող մարդ, որտեղ էլ որ լինի, դառնալու է հաջող, ոնց որ ուրիշ հոլովակում ասեցի, որ Անդրանիկը ուր գնացել է, արձանը կանգնացրել են, որ երկիր գնացել է, հենց այն երկրում իրանք արձան են կանգնացրել, ու հայերը չեն կանգնացրել, այդ երկրի մարդիկ, հասկանում եք, այտենց է ուղեղը, ուղեղի վրա պետք է, հետո ուղեղից բացի կա AQ, ոչ թե IQ, այդ բարձր IQ-ն այդքան էլ կապ չունի, բարձր AQ պետք է ունենաս, դա էմոցիոնալնի ինտելեկտն է, չէ, հայերեն չեմ կարող ասեմ, էմոցիոնալնի ինտելեկտ, էդի մեզ տված է էլի, էդի այդ շնորհքն է որ տված է, հասկանաք, էդի ոչ գրագիտությունն է, էդի ոչ ես իմ ինչ ուսումներ եւ այլն գիտություններ չէ, էդի ուրիշ բան է մի հատ, էդի սրտի հետ է կապված, բարիության հետ, էմոցիոնալնի ինտելեկտը դա զգացմունքներ է ներքին, ինչ որ այտենց ինտուիցիա, հասկանում եք, այդ ինտուիցիան հայերին տված է, դրա համար ինչը որ ունենք, այդ պետք է զարգացնենք, պետք չի զարգացնել, այն ինչ որ չունես, այն որ զրոյից սկսում են, ոնց են ասում, նայի կողքերդ, ինչ ունես, դրանից էլ սկսի, վերցրա ու արա, չէ, այդ ոչի մեջ է, ոչով է ասված, այսօր Հայաստանը հնարավորություն ունի, արդեն ստացել է, մի քիչ ոտերը պնդացնում է, չէ, ասենք բանը ֆունդամենտը ստեղծել է 60%-ով, չէ, մի 40%-ը, ասենք մի քիչ թույլ ֆունդամենտ է, էլի, այդ 60%-ը պետք է պնդացնենք, բետոն լցնենք, չէ, պնդացնենք, որեն 40%-ն էլ ամրապնդվի, հետո արդեն սկսում ենք այդ հանճարեղ ճարտարապետի հայի նման նեբասկրոպ սարքել հայկական ուղեղից, դրա համար փոքր էլ լինի, կապ չունի, այստեղ կապ ունի, դրա համար պետք չի վախենալ, ոչ մեծ Ռուսաստանից, նավթային, ոչ թե Ադրբեջանը նավթի հույսին, չգիտեմ Թուրքիան ինչի հույսին, բայց կապ չունի հիմա քաղաքականությունը, կարևորը մեր էմոցիոնալնի ինտելեկտն է, մեր ինտուիցիան է,
որ դա ամեն ինչը կապված է տիեզերքի հետ։ Իսկ տիեզերքը կապված է Աստծո հետ։ Դրա համար ինչ պիտի լինի ավելի ուժեղ ամեն դրանից։ Լավ մնացեք, իմ լավ հայեր, հանճարեղ հայեր, տաղանդավոր հայեր, առողջ եղեք։